AI կրթության և տրանսֆորմացիայի ոլորտում գործող Re-Armenia ակադեմիան հայտարարել է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։ Ընկերությունը ներգրավել է 670,000 ԱՄՆ դոլար, տեղական և միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից $10 միլիոն ընդհանուր գնահատմամբ։ Մենք մեր կազմակերպության այս փուլում դիտարկում ենք AI-ի զորացման մի քանի ուղղություններ անմիջապես։ Դա AI-ի կրթությունն է եւ AI-ի դինամիկ զարգացման հետ մեկտեղ մարդկանց հարկավոր այլ փափուկ հմտությունների զարգացումը։ Թումոյում կազմակերպված «Ինչպես համընթաց շարժվել AI-ի հետ» թեմայով քննարկման բանախոսներից Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն ընդգծում է՝ Ամերիաբանկը մշտապես ձգտում է նորարարության և նոր լուծումների։ Այս համագործակցությունը Re-Armenia-ի հետ մեր նախագծերից մեկն էր շատ արդի և արագ, դինամիկ անհրաժեշտություն, որպես այդպիսին շուկայում հանդիսացող մի փորձառություն։ Համագործակցության շրջանակում Ամերիաբանկը սկսել է աշխատակիցների վերապատրաստման ծրագիր և արդեն գործարկել է 3 թիմ, յուրաքանչյուրում շուրջ 100 մասնակից։ Ավելի քան 300 աշխատակից արդեն անցել է AI թեմայով վերապատրաստում։ Ցանկացած տեխնոլոգիական նորարարություն սկսվում է վախերից։ Մարդիկ պետք է հաղթահարեն այդ վախերը, կարողանան հեշտ օգտագործեն, կարողանան ոնց որ այդ անմիջական կապը ստեղծեն AI-ի հետ։ Re-Armenia բարեգործական հիմնադրամը ներդրումային փուլի ավարտից հետո շարունակում է մնալ ստարտափի հիմնական բաժնետերը ավելի քան 90%-ով։ Ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանի խոսքով իրենց ուշադրությունը կենտրոնացած է մարդակենտրոն AI-ի վրա, որի նպատակը ստեղծարարության, ուսուցման և զարգացման բազմապատկումն է։ Մենք ստեղծում ենք տեխնոլոգիա, որպեսզի անհատները արդեն իսկ AI-ի միջոցով շատ ավելի արագ կարողանան ձեռք բերել օրեցօր փոփոխվող տարբեր հմտությունները եւ միևնույն ժամանակ օգնում են կազմակերպություններին, հաստատություններին, որպեսզի իրենք իրենց ավտոմատացումներից մինչև նաեւ իրենց թիմակիցների AI տրանսֆորմացիան կարողանան ողջ ուղին ապահովել։ Երբ կազմակերպությունը ընդունում է, որ ժամանակն է եկել արդեն AI-ի գործիքները ներդնելու, նստում եւ միասին մտածում ենք, թե որոնք են այն ուղղությունները, այն բիզնես գործընթացները, որոնք ամենաշատ կարիքը ունեն վերափոխումների արագացման։ Ապա այդ բոլոր գործընթացները գույքագրվում և քարտեզագրվում են մեկ ընդհանուր կանվասի վրա, պատկերելով կազմակերպության ամբողջ բիզնես համակարգը։ Այդ փուլում սահմանվում է, թե որ գործընթացներն է հնարավոր կառավարել ավելի արդյունավետ, համապատասխան գործիքների կիրառմամբ։ Այնուհետև ձևավորվում է ռազմավարություն, որը վերածվում է հստակ գործողությունների հերթականության։ Այս քայլերը փուլ առ փուլ սկսում են կիրառվել կազմակերպությունում, ապահովելով գործընթացների համակարգված և նպատակային բարելավում։ 2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9000 անձի Հայաստանից և Սփյուռքից։